Հայաստանի ընդդիմադիր ճամբարը, որի առանցքային դեմքերից է օլիգարխ ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, շարունակում է փողոցային ակցիաներն ու աղմկահարույց մամուլի ասուլիսները, որտեղ հնչեցնում են ռևանշիստական եւ օկուպացիոն հայտարարություններ։ Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ հակակառավարական եւ թշնամական հայտարարություններով է հանդես եկել Սամվել Կարապետյանը, թիրախավորելով Նիկոլ Փաշինյանին։ Օլիգարխի խոսքով Փաշինյանը Չինաստանից Հայաստան է բերել 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ, որն իբր օգտագործում է մամուլի ասուլիսներից եւ ազգային ժողովում ելույթներից առաջ։ Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքել այս հայտարարությանը, նշելով, որ պատրաստվում է դատի տալ Կարապետյանին։ Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին եւ բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կարապետյանի այս հայտարարությունը իսկական պայթյունի ազդեցություն է թողել, բուրըն արձագանք առաջացնելով հասարակության շրջանում։ Տեղի լրագրողների զրույցում քաղաքացիները սուր պատասխան են տվել օլիգարխին եւ նշել, որ ընտրություններին իրեն ձայնը կտան միայն Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես իրավունք չունի մասնակցելու։ Դա ուրիշ երկրի քաղաքացի է, ոնց կարող է մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է հաղթի ու պետք է հաղթի։ Հաղթածը պետք է հաղթի։ Ես ասում եմ, ես այդ իրեք կուսակցությանն էլ վաբշե ընդհանրապես իրանք իրավունք չունեն իշխանության գալու։ Ես չեմ ուզում իմ պետությունը ստանա Ռուսաստանի գուբերնիա, ես չեմ ուզում։ Օրինակ ինչ արի այդ մարդը մեր երկրի համար, որ եկել է վարչապետ է ուզում դառնալ։ Ինչ արի մեր երկրի համար։ Այն որ 47 դրամ սարքեց մեր լույսի արժեքը 25 դրամից։ Չգիտեմ, ես դեմ եմ։ Թող գնա իր կալուկայով բանը։ Բիզնեսով զբաղվում։ Գալատակեր է։ Դուք որպես ընտրող տեսնում եք Յան Հայաստանի Հանրապետություն։ Դու չեմ մրտեն երկու բառ իրար հետևի չի կարող խոսալ, ինչ է ընտրողը։ Ամոթել է այմը, գնա քո միլիարդների մասին մտածես, թե մեր թող մեր Նիկոլը ինքը ինչ անում է, լավ է լավ։ Նիկոլ, всё, դե մարդ չկա։ Քոչարյանը մարդասպան է, դրա մասին вообще խոսք չկա։ Դե խելքի գլխին մարդ մենակ Նիկոլն է։ Սամվել Կարապետյանը հայտարարում է իրեն որպես հաղթող վարչապետ։ Դուք կողմ եք այդ։ Ես որ ինքը գնա կորի, ես ավելի կողմ։ Սամվել Կարապետյանը fake է։ Դե առավել էլի։ Ես Սամվել Կարապետյանին չեմ ընդունում։ Ինչու՞։ Որովհետև ինքը բիզնեսմեն է, թող գնա, ինքը պոտենցիալ էլ չունի վարչապետ դառնալու համար, ինտելեկտուալ պոտենցիալը իր շատ ցածր է։ Ինքը չի կարող վարչապետ լինի։ Ու Փաշինյանի հետ էլ չի կարող համեմատվի։ Փաշինյանը ավելի ուժեղ մարդ է, քան ինքը։ Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության զգալի մասը կտրականապես դեմ է Սամվել Կարապետյանի եւ Ղարաբաղյան հանցավոր կլանի իշխանության գալուն։ Քաղաքացիների համոզմամբ Կարապետյանն ու նախկին ղեկավարները երկիրը կարող են տանել դեպի նոր պատերազմ եւ հերթական աղետ, ինչը Հայաստանը կհասցնի կործանման եզրին։ Մարդիկ պնդում են, որ միայն Նիկոլ Փաշինյանն է ի վիճակի պահպանելու խաղաղությունը, կայունությունն ու Հայաստանը տանելու զարգացման եւ բարգավաճման ճանապարհով։ Այդ պատճառով քաղաքացիների զգալի մասը առաջիկա ընտրություններում պատրաստվում են իրենց ձայնը տալ բացառապես գործող վարչապետին։